Ուրեմն բախտս բերել է, որ հենց դու ես Անահիտի որդի։ Կարող ես քեզ բախտավոր մարդկանց ցուցակում դասել։ Մինչև մեր բաժանում Անահիտը նշում էր, որ դու շատ փոխվել ես։ Նախապատրաստում էր քեզ։ Ատում ես ինձ։ Հայացքից չի զգացվում։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչի ընտանիք չունես։ Հարցից չպատասխանեցիր։ Եկել եմ հարցեր տալու համար։ Ինչի ընտանիք չունես։ Որովհետև միակ կինը, ում որ սիրում եմ, ամուսին ունի։ Էդգար, մենք արդեն բաժանվել ենք։ Քանի շաբաթ է արդեն չենք էլ հանդիպում ու չենք էլ հանդիպելու։ Ստացար այդ ամենակարևոր հարցիդ պատասխանը։ Ուրեմն գնա։ Իսկ ով էր ասում, որ դա էր ամենակարևոր հարցից պատասխանը։ Մենք էլ չենք շփվում իրար հետ։ Չենք էլ շփվելու։ Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից։ Ուրեմն դու չես սիրում մորս։ Դու ինչ գիտես ինչ ես էր։ Դու ինչ ճանաչում ես։ Ինչ գիտես իմ մասին։ Դու նույնիսկ մորդ կարգին չես ճանաչում։ Գիտես ոնց է ապրել, ոնց է ապրում, սիրում է քեզ, չի սիրում։ Գոնե հասկանում ես, որ քեզ շատ է սիրում։ Մայրս թքած ունի իմ վրա։ Եթե մեկին խորը ցավ ես պատճառում, ուրեմն չես սիրում։ Էդգար, մենք բաժանվել ենք, որովհետև մայրդ քեզ ընտրեց։ Դա սեր չի։ Չէ։ Մայրս այդ քայլին գնացել է ինձ չկորցնելու համար։ Էդգար, դու դեռ շատ երիտասարդ ես։ Խելացի տղա ես, բայց չնայած հասկանում եմ քեզ։ Ավելի ճիշտ, ուզում եմ հասկանալ։ Լույս անցրա Շուշան։ Մտածում ես։ Հա, Շուշան։ Գոնե թող մոմ վառեմ։ Մոմ ինչի վառես։ Որ դեմքդ տեսնեմ։ 40 տարի է դեմքս տեսնում ես էլի։ Ինչը պիտի փոխվի։ Մենականի։ Արշակ ջան, ես քեզ sense ոնց թողնեմ գնամ քնեմ։ Այդ մոմն էլ պատրաստ պահել էիր, հա։ Չէ։ Ուղղակի այսօր հոսանքն անջատեցի մի կես ժամով։ Տենց էլ մոռացել եմ սեղանին։ Բարձա։ Արշակ։ Երեխեքի մասին ես մտածում։ Հա, Շուշան, հա։ Ախր զգում եմ, որ քեզ հետ ինչ-որ բան է կատարվում։
Շուշան, վերստու, ես քանի անգամ ասեմ, որ Մի ջղայնացի Արշակ ջան, ինչի ես ջղայնանում։ ախր ոնց չջղայնանամ է։ Զալես տարել եք արդեն։ Դու ստեղ ես զգում, են Անժելն դեղ ազգում, թողեք իմ յուղով տապակվեմ էլի։ Կներես, ես չգիտեի, որ ջղայնանաս։ Ավելի Շուշան, ավելի։ Կներես որ նայ կնիկ։ Բա մեկ գոնը չջղայնանա, որ հիշես մարդուն ես։ Ապրես Արշակ ջան, ուրեմն տենց պիտի հիշեմ, հա, որ մարդուն եմ։ Շուշան, ախր հասկացի, Շուշան, կատակ եմ անում, որ մի քիչ տրամադրություններ ես փոխվի, դու էլի ամեն ինչ լուրջ ես ընդունում եմ։ Արշակ ջան, ես գիտես ոնց եմ ուրախանում, որ քո տրամադրությունը բարձրանում, բա ես էլ հենց այդ եմ ուզում, թե չէ Աշխենի բերած մածունի նման թթվել մնացել ես։ Ինչ ասիր։ Բա, էդ էլ իմ կատակն է։ Չէ, մի րոպե։ Ինչ ասիր։ Այդ Աշխենի բերած մածունը թթվել է։ Չգիտեմ, այսինքն, չէ, երևի մի շաբաթ կլինի, սառնարանում է։ Այ կնիկ, բա բերոտ ենք։ Հայ Արշակ ջան, մածուն ես ուզում։ Դու մածուն ուզես, ես էլ չբերեմ։ Հեսա թռնեմ բերեմ։ Այ կնիկ, դու քորբու չես, լույս վառի։ Շուշան ջան, շատ ա ցավում։ Չէ։ Շեֆ տեսա, որ լույսը վառվում էր, մտածեցի կարող բանա պետք։ Չէ, ոչ մի բան չկա, դու ասա։ Ճիշտն ասած, Եվայի մասն էի ուզում հարցնեի։ Դրան մոռացի։ Արդեն մոռացել եմ։ Ստեղ հաստատել չի երևա։ Բայց եթե ռեստորանում հայտնվի, ներս չթողնեք, հասկացա։ Հասկացա։ Ուրիշ հարց չունես։ Չէ, էդ էի ուզում ճշտեի։ Ուզում էի իմանալ, թե Եվայի հետ ինչի տենց ստացվեց։ Բայց պետք է որ իմանաս։ Դու ավելի լավը գնա գործերիդ։ Մի բան էլ հարցնեմ ու գնամ, շեֆ։ Ասա։ Մարին կարող է դատել։ Շեֆ ջան, քննիչն եկավ, գնաց ու դու ոչ մի բան ինձ չես պատմել։ Չես ուզում ես էլ տեղեկանամ, թե ինչ է կատարվում։ Արա Մարին մարդ է սպանել։ Ու 12 տարի ռոզիսկի մեջ է։ Հա, երևի պիտի դատեմ։ Ու երկար ժամանակով։ Ուրիշ հարց չունես։ Չէ, շեֆ ջան, ուրիշ էլ հարց չկա։ Լավ, ես գնամ։ Բարի գիշեր։ Դու կարծում ես, որ ես մարդ ասպանեմ, հա Մարի։ Չէ։ Դու այդ ամեն ինչ արել ես քո երեխայի քո կյանքը պաշտպանելու համար։ Իսկ այդ իմ կարծիքով հանցանք չի։ Ինչ լավ կլիներ դատարանում, իմ դատավորը դու լինեիր։
Նունե, դատավոր ու մնացած որոշում կայացնողները մեզ նման մարդիկ են։ Թվում է քեզ անմեղ կճանաչեն։ Դատը վերջացած է, մեղադրյալը համարվում է անմեղ։ Ես թեթև եմ ինձ զգում։ Մի տեսակ հանգստություն եմ զգում, ոնց որ ուսերիցս մի ծանր բեռ գցած լինեմ։ Մեծ հաշվով ոչ մի բան չենք արել, ուղղակի խոսել ենք։ Բայց մեր զրույցը ինձ հավատա օգնեց։ Շնորհակալ եմ։ Կարիք չկա։ Մարի, իսկ միգուցե դու էլ փորձես։ Խոսիր։ Ես զգում եմ, որ քո մեջ մի տեսակ լարվածություն կա։ Մեջդ մի պահի։ Խոսի ու կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։ Այ հիշում ես, ես որ եկա ներս ինչ վիճակում էի, բայց հիմա մի տեսակ տարօրինակ հանգիստ եմ զգում։ Ես Ալավերդիում եմ ծնվել։ Մի րոպե, հաստատ։ Ինչու եմ խաբելու։ Մամաս էլ է Ալավերդուց։ Հենց Ալավերդուց չէ, բայց կողքի գյուղերից մեկում է ապրել։ Ափսոս գյուղի անունը չեմ հիշում։ Ես այդ կողմի գրեթե բոլոր գյուղերի անունները գիտեմ։ Թվարկի ես հաստատ կհիշեմ։ Ասում էի, չէ, մի տեսակ ինչ որ հարազատ բան եմ զգում քո մեջ։